երբեմն ինձ թվում է, որ ինքը աստծուց ուղարկված պահապան հրեշտակ է, որը շարունակաբար փորձում է ինձ օգնել, խորհուրդներ է տալիս, հրահանգներ է նույնիսկ երբեմն տալիս, եւ գուցե ես այդ պահին չեմ լսում, չեմ կենտրոնանում իր ասածի վրա եւ կյանքի չեմ կոչում իր տված խորհուրդը, բայց անպայման որոշ ժամանակ հետո ես հիշում եմ, ասում եմ, բայց ճիշտ էր Դանիել։ Ինչ տպավորիչ բան ասեցիք։ Համ տպավորիչ, համ վախենալու, համ հուզիչ, համ գեղեցիկ, ամենը մեկտեղ։ Ընդհանրապես ես կներեք ընդհատեցի, հավատում եմ, որ երեխաները երբ գալիս են այս աշխարհ ու հենց մեզ մոտ ու հենց իրենք, ինչ որ մի առաքելությամբ են, չէ՞, վերջի գալիս։ Ու մեզ ավելի լավն են դարձնում։ Հա, կա այդպիսի բան։ Գիտեք, հասցնում են մաքրագործման մի այնպիսի process-ի, որից դու այլևս չես կարող հրաշարվել։ Դու դառնում ես պարզապես այդ մաքրագործման process-ի առանցքը, կենտրոնը, եւ այդտեղից դուրս գալու ճանապարհ այլևս չկա, որովհետեւ կա Դանիելը վերջ, ինքը կա եւ ինքը քեզ անընդհատ տանում է այդ ճանապարհով։ Ու ոչ միայն իր հետ շփվելու առումով, ոչ թե ինքը պարտադրում է, որ իր հետ ինչ որ կոնկրետ ձևաչափով շփվես, այլ ինքը պարտադրում է, որ իր ընկերների հետ, աշխարհի հետ, մարդկության հետ, ավելի լայն է վերցրել, հետ,